Վերահսկիչ պալատի 2014 թվականի հաշվետվությունը բյուջեի յուրացման կամ չարաշահումների մասին որևէ ցնցող բացահայտման աչքի չընկավ։ Ընդդիմադիր պատգամավորները շարունակ նկատում էին, թե այս հաշվետվությունը անատամ է եւ ավելի շատ դեկորացիա է հիշեցնում։ Մինչդեռ հիշեցնենք 2013-ին, երբ Իշխան Զաքարյանը ներկայացնում էր 2012-ի հաշվետվությունը, խորհրդարան էր եկել մալուխը ձեռքին, հայտարարելով, թե բյուջեի 70%-ը մսխվում է։ Հիշում եք, որ ստեղ Իշխան Զաքարյանը կաբելը պլինդուսի կտորը, ասեն գյաջի բաներ կտորներ ձեռքին ապացուցում էր, որ կառավարությունը, Տիգրան Սարգսյանի կառավարությունը լափում է Հայաստանի պետական բյուջեի 70%-ը։ Դա ներիշխանական մի այսպիսի ամենախոշոր ինտրիգ դավադրության կարևորագույն արտահայտություն էր։ Այդ ինտրիգի առաջնորդը, այդ ինտրիգ դավադրության առաջնորդը միանշանակ այն ժամանակվա ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն էր, ով որոշել էր տապալել Տիգրան Սարգսյանի կառավարությունը եւ վերահսկողություն սահմանել ողջ իշխանական ապարատի նկատմամբ, դառնալով իշխանության ժառանգորդ եւ վերահսկիչ պալատի զեկույցը այս օպերացիայի կարևորագույն եւ անբաժանելի մասն էր։ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Հովիկ Աբրահամյանի պլանը հաջողվեց, որովհետև Սերժ Սարգսյանը ստիպված պաշտոնանկ արեց Տիգրան Սարգսյանին եւ վարչապետ նշանակեց Աբրահամյանին, սակայն Սերժ Սարգսյանը հետագայում ռևանշի հասավ։ Եվ ինչպես Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանին ժամանակին ստիպել էր բամփել իր սիրելի վարչապետ Տիգրան Սարգսյանին, այնպես էլ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ստիպեց բամփել իր սիրելի խնամի Գագիկ Ծառուկյանին։ Իշխանական այս ներքին կռիվը սակայն ամենևին ավարտված չէ։ Սերժ Սարգսյանը, ինչպես գիտեք, վերադարձնում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում, ինչը նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանի գործերը առաջիկայում կարող են կտրուկ վատանալ։ Իդեպ հիշեցնենք, երբ 2013-ին Իշխան Զաքարյանը հայտարարեց, թե բյուջեի 70%-ը մսխվում է, որոշ ժամանակ անց նա հրապարակայնորեն արժանացավ Սերժ Սարգսյանի խիստ քննադատությանը։ Դուք պարզ պետք է հասկանաք, բոլորի համար մեկ է, թե դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին, դուք հիասթափված եք, ոգևորված եք, դա ձեր անձնական խնդիրն է, ձեր տանը կարաք դրա մասին խոսեք։ Սերժ Սարգսյանի այս կոշտ դիտողություններից հետո Զաքարյանը տևական ժամանակ խորհրդարանում այլևս չհայտնվեց, եւ քանի որ տևական դադարից հետո առաջին անգամ Զաքարյանը այս օրերին ժամանել էր խորհրդարան, Նիկոլ Փաշինյանը շտապեց հեգնել Գագիկ Ծառուկյանի հանրահավաքում հնչեցրած հայտնի խոսքերով։ Վերահսկիչ պալատի նախագահը երեք այսօր այստեղ էր, մեր կողքին նստած, եւ մենք բոլորս շատ հպարտ էինք, որ Իշխան Զաքարյանը այստեղ էր, մեր կողքին նստած։ Նիկոլ Փաշինյանը չշրջանցեց նաև Իշխան Զաքարյանի մի քանի միլիոն դոլարանոց դղյակի կառուցման հարցը, հայտարարելով, թե շուրջ 3 տարի ձգվող խորհրդարանական քննությունից հետո հաջողվեց մի չնաշխարհիկ կոռուպցիոն մեխանիզմ բացահայտել, այն թե ինչպես էր ստացվել, որ վերահսկիչ պալատի նախագահը սփյուռքահայ գործարարից մի քանի միլիոն դոլարի նվեր էր ստացել եւ այդ գումարներով իր համար տուն կառուցել։ Բայց սա ինչ հանելուկ է, լավ ընկերական հարաբերությունով կարելի է 10,000, 1,000, 5,000, 20, լավ 30,000 նվիրել, բայց 1 միլիոն, 2 միլիոն փողը ո՞նց են ընկերական հարաբերություններում նվիրում։ Եվ ահա երեկվա հարց ու պատասխանի ընթացքում Իշխան Զաքարյանը խոստովանեց, որ Ալբերտ Բոյաջյանը Հայաստանում սպորտային ոլորտի օբյեկտների, խոշոր օբյեկտների սեփականատեր է։ Եվ սա ինչով է կարևոր, որ այս ողջ ընթացքում երկար տարիներ Իշխան Զաքարյանը եղել է սպորտի պետական կոմիտեի նախագահ, ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փորձեց ընդհատել։ Փաշինյան, հաշվետվությունից խոսեք, Իշխան Զաքարյանի հարցը չենք քննարկում։ Պարոն Սահակյան, հիմա ինչ ուզում եք վերջին օրերի խորհրդարանի քննարկումների մակարդակին համապատասխան ելույթ ունենամ, ասենք ինչ արտասանեմ ամբյոնից։ Խորը մտքեր արտասանեք։ Նապաստակ, ինչ ես նստեց ծառի տակ, թող ելույթ եմ ունեն։ Ծիտիկը ձեր խմբակցության պատասխան ելույթում հույս ունեմ կհնչի։
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն իհարկե քաղաքական դավադրության մասին հայտարարություններին չարձագանքեց, ինչպես նաև չպատասխանեց իր դղյակի կառուցմանը վերաբերող հարցին։ Նա շատ հակիրճ ներկայացրեց 2014-ի կատարված աշխատանքը, ընդգծելով, թե ուսումնասիրել են 11 ոլորտ։ Զաքարյանը, սակայն, այդպես էլ հասցեական որևէ ոլորտի մասին չխոսեց, որևէ թիվ չհրապարակեց, ասելով, թե հաշվետվությունը վաղուց խորհրդարանում է եւ պատգամավորները անձամբ կարող էին դրան ծանոթանալ։ Զաքարյանի այս վարքագիծը չվրիպեց պատգամավորների աչքից։ Իրականում հաշվետվությունները դառել են մի ինչ-որ չափով անատամ։ Ակնհայտ հասկանալի է, որ ճնշում է տեղի ունեցել վերահսկիչ պալատի նկատմամբ։ Եվ սա մտահոգություն է, որ կոծկում, ծածկում են այն խնդիրները, որոնք կուտակված են մեր երկրում։